Նման մեծ տոներին, նման շրջանին տոնական, վստահ եմ, որ ամեն մեկս էլ մեր մտածումները ունենք, հատկապես եւ որ առանձին ենք մեր աղոթական վիճակի մեջ եւ որ մեր սիրտն ենք բացում Աստուծո եւ վստահ եմ, որ միշտ էլ մեր աղոթքը տերունական աղոթքով ենք սկսում։ Ինչի համար եմ սա ասում, որովհետեւ մեկ տող կա, որ պիտի փորձեմ այսօր այդ տողի վրա մի քիչ ավելի երկար ժամանակ, ավելի շատ ուշադրություն դարձնենք, հետևյալն է։ Թող քո կամքը լինի երկրի վրա, այնպես ինչպես որ երկնքում է։ Եվ ուզում եմ, որ սրա մասին մի քիչ երկար մտածենք։ Ամեն օր վստահ եմ մի քանի անգամ տերունական աղոթքը մեր շուրթերին է, եւ աղոթք է, որ մեր սրտից է դուրս գալիս վստահ։ Բայց երբեմն, որովհետեւ շատ ենք անում այս աղոթքը, դառնում է սովորություն։ Արագ ասում ենք եւ չենք անդրադառնում ինչ ենք ասում։ Տերունական աղոթքի մասին մի անգամ խոսել ենք, բայց ուրիշ հատված է։ Ներողամտության մասին։ Թող մեզ սպառվի մեր, հիշում եք։ Այսօր դրա մասին չէ։ Այսօր թող քո կամքը լինի երկրի վրա, այնպես ինչպես որ երկնքում է։ Ինչի եմ այսպես մի քիչ երկարացնում սիրելիներ, որ առիթ ունենանք մտածելու, թե ինչ է նշանակում այս աղոթքը, եւ որ մենք Աստուծո, մեր Արարչին, ամբողջ տիեզերքի Արարչին, ասում ենք թող քո կամքը լինի երկրի վրա, ինչպես որ երկնքում է, ինչ նկատի ունենք։ Դրա համար պիտի փորձենք հասկանալ երկիրը ինչպիսին է, երկինքը ինչպիսին է։ Այդ ինչ փոփոխություն է, որ ուզում ենք տեսնել երկրի վրա, որ երկնքում կա։ Երկնքում սիրելիներ հրեշտակներն են։ Հրեշտակները կատարյալ, լուսեղեն, հոգեղեն էակներ են։ Տիրոջ կամքին խոնար, համաձայն։ Առանց ամբաստանության, առանց ամպստամբության, առանց դժգոհության, առանց տրտնջալու, առանց մեղքի, առանց սխալների, առանց նախանձի, ամբողջությամբ նվիրված եւ Աստուծո փառքն են երգում անընդհատ։ Իրենք իրենց ծառայությունն են անընդհատ, ամեն վայրկյան։ Աստուծո կամքին են ենթարկվում, իրենք իրենց հանձնում են, հանձնել են Աստուծո կամքին։ Ուրեմն եւ որ ասում ենք, թե թող քո կամքը լինի երկրի վրա, ինչպես որ երկնքում է, արդյոք ուզում ենք, որ երկրի վրա է նման համաձայնություն, նման խոնարհություն, նման մարդասիրություն, սեր, նվիրում, անմեղություն, սրբություն լինի։ Կարծում եմ, որ դա է, որ խնդրում ենք։ Եվ ինչի է, որ այսօր սիրելիներ վերջին մեր հավաքույթն է այս տարվա եւ պիտի մտնենք Սուրբ Ծննդյան տոնական շրջան, բայց ոչ միայն տոնական, այլ նաեւ նորոգության շրջան։ Ինչի է, որ ուզեցի, որ հենց սրա մասին խոսենք։ Որովհետեւ եւ որ Տիրոջ կամքը խնդրում ենք, այդ կամքին հանձնվելը մեր գործն է։
մեր աշխատանքն է, մեր նվիրումն է։ Միայն խնդրանք չէ սա։ Սա նաև պարտավորություն է, որ մենք մեր վրա վերցնում ենք։ Եվ որ ասում ենք թող քո կամքը լինի երկրի վրա էլ ինչպես երկնքի մեջ է։ Նշանակում է մենք էլ համաձայնում ենք, պատրաստ ենք, որ մենք էլ նույն խոնարհությամբ ու հնազանդությամբ, նույն մաքրությամբ, նույն սիրով ու նվիրումով պիտի մեր կյանքը ապրենք, ինչպես որ հրեշտակներն են, ինչպես որ սուրբերն են, որը Տիրոջ ներկայության են։ Տիրոջ ներկայությունն ենք խնդրում մեր կյանքի մեջ, Տիրոջ կամքն ենք խնդրում մեր կյանքի մեջ։ Ինչ է սա նշանակում։ Լավ, Աստված ներկա է։ Մենք ուր ենք։ Մենք ուր ենք։ Աստուծո ներկայության։ Մենք ուր ենք, մենք ինչպիսին ենք։ Տեսեք, նախկինում խոսել ենք այս թեմայով, ասել են, որ ճշմարիտ հավատացյալը ոչ թե գործողություններ է անում, այլ դառնում է ամեն վայրկյանը ապրելով, դառնում է ավելի լավ ճշմարիտ հավատացյալ, ավելի է սրբացնում իր կյանքը։ Գործողության մասին չի խոսքը, լինելության մասին է խոսքը։ Այսինքն, եւ որ Աստուծո ներկայությունը, Աստուծո կամքն ենք խնդրում մենք մեր կյանքի մեջ, երկրի վրա, ո՞րն է այդ Աստուծո կամքը։ Հիշում եք, որ հարցրեցին Քրիստոսին, թե ո՞րն է որ կամքը։ Ինչ պատասխանեց։ Ասաց, որ ձեզանից որևէ մեկին չկորցնի։ Ինչպես կարող է մեր Տերը Հիսուս Քրիստոս մեզանից որևէ մեկին կորցնել։ Մի կերպ, եւ որ մենք մեզ մեղքին ու չարին հանձնենք։ Եվ որ մենք երես թեքենք Աստծուց։ Եվ որ մենք մեր ականջները փակենք Աստուծո բարի լուրին, ավետարանին։ Եվ որ մեր աչքերը փակենք չտեսնելու համար Տիրոջ նվիրումը, սերն ու պատարակումը խաչի վրա։ Այս ժամանակ Տերը կկորցնի մեզ։ Բայց Աստուծո կամքը այն է, որ մեզանից որևէ մեկը չկորչի։ Եվ թող այդ կամքը լինի երկրի վրա, այո, դա ենք ամեն անգամ խնդրում։ Եվ կնշանակի, թե մենք էլ պիտի դառնանք դեպի այդ կամքը։ Մենք շատ անգամ մեր մտածումների մեջ ցանկություններ, երազներ, ծրագրեր ունենք։ Եվ շատ անգամ այդ երազներն ու ծրագրերը կապված են այս աշխարհի հետ։ Եթե մենք այս աշխարհինը չենք, այդ ծրագրերն ու երազները ունեն ուրեմն։ Եթե այս աշխարհի հետ են կապված։ Նշանակի դրանք էլ մեր չէ։ Նոր տարվա գիշերը բոլորս բաժակ ենք բարձրացնում, ասում ենք թող այս տարին լավը լինի, հաջող լինի, առողջ լինի։ Թող լինի։ Լինելու է, որովհետև մենք այդպես ուզեցինք։ Կնշանակի, թե արդյոք մենք մեզ խաբում ենք այդ երազներով։ Այո։ Բայց երանի, թե այդ բարի խոսքերի փոխարեն կարողանանք մի հատ ավելի կարևորը ասենք։ Տեր, թող քո կամքը լինի այս տարի։ Եվ փորձենք այդ մեր ասածին իսկապես հավատանք։ Փորձենք այդ մեր ասածին իսկապես հետևենք։ Թող քո կամքը լինի։ Տեր Աստված, սա եմ ուզում, 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 սա եմ ուզում։ Եվ ուզի։ Տերը ասում է, երկնքի արքայությունը խնդրեք։ Երկնքի արքայությունը փնտրեք։ Մնացած ամեն ինչ արդեն ձեզ տրված է առավել չափով։ Բայց ինչ ենք փնտրում։ Այսինքն, եթե մենք երազները, մեր ծրագրերը այս աշխարհի հետ են, դրանք էլ մերը չեն ուրեմն, դրանցով էլ ենք մենք մեզ խաղում։ Այս տարի որոշել եմ, որ սա պիտի անեմ, նա պիտի անեմ։ Եկե տարին վերջանում ասում ենք, չարեցի, ափսոս։ Չէինք էլ անելու։ Եվ կարևոր է չի անելու ենք, թե չէինք անելու։ Կարևոր է արդյոք կարողացանք Աստուծո կամքին հետևել, թե չէ։ Կարողացանք ոչինչ չանել,
և բացել մեզ Աստուծո կամքի։ Կարողացանք մենք մեզ հանձնել Աստուծո, ասելու համար, որ մենք քոնն ենք, դու մեզ առաջնորդիր։ Եվ որ սրանք խոսքեր չլինեն միայն, այլ հավատք լինի, հոգի լինի։ Սիրելիներ, եւ որ մեր Տերը Հիսուս Քրիստոս ծնվեց, հիշում եք, չէ՞, պայծառ ոսկեղեն պալատների մեջ ծնվեց, որովհետեւ իր մայրն ու Հովսեփ ուզել էին, որ ոսկե պալատների մեջ ծնվի։ Հազարավոր մարդիկ էին հավաքված, չէ՞։ Չէ՞։ Տեսեք։ Բոլորը եկել էին աշխարհի Արանցի։ Քարայրու։ Կենդանիների հետ։ Մի քանի հովիվներ, մոգերը, Բեթլեհեմի աստղը և հրեշտակները, որ ասում են այս համեստության, այս պարզության մեջ է ծնվել ճշմարտությունը, Աստուծո ավետարանը, Աստուծո խոսքը, բանն Աստուծո, Աստված ինքը։ Եվ ասում էին փառք Աստծուն բարձունքներում և երկրի վրա խաղաղություն, մարդկանց մեջ էլ հաճություն։ Ուրեմն սիրելիներ, թողես տարին մեր հոգիների բաց լինելու տարին, որպեսզի ամեն օրը, որ ապրում ենք, ոչ թե մտածենք ինչ ենք անելու, այլ մտածենք Աստծո կամքը մեր կյանքի մեջ, ինչպես է դրսևորվելու, ինչպես ենք մենք կարողանալու դառնանք Աստուծո մատները, ինչպես ենք կարողանալու Աստուծո կամքի արտահայտությունը լինենք, դարձնենք մեր կյանքը։ Հետաքրքիր էր այսօր լսում էի Հայր Միքայելին, երկու բառ լսեցի, որ խոսում էր այն մասին, թե ինչպես ենք մենք տեսնում, որ մեկը Սուրբ Հոգով լցված է։ Եվ պատմում էր, թե ինչպես Տաթևացին ասում է, եւ որ մութ է դուրսը, եւ սենյակի մեջ լույս է զվարում։ Դրսից մարդիկ տեսնում են, որ պատուհաններից ու դռներից այդ լույսը դուրս է գալիս, ճառագայթում է, եւ որևէ մեկը չի կասկածում, որ այդ տան մեջ, այդ սենյակի մեջ լույս կա։ Եթե մեկը մեզ հարցնում է, թե որն է քո հավատը, կնշանակի, թե մեր պատուհաններից ու դռներից այդ լույսը չի երևում։ Որովհետև եթե երևար այդ մարդը չէր հարցնի մեզ, որն է քո հավատքը, կտեսներ։ Ուրեմն սիրելիներ, Աստուծո կամքը ոչ թե լեզվով պիտի վկայենք, այլ մեր կյանքով պիտի ապրենք, պիտի բացենք։ Կամքին հնազանդվելը չանելու մասին է, ոչինչ չեմ անում, հնազանդվում եմ, ոչինչ ինձնից չեմ բերում, իմ անձն եմ դնում, քո ոտքերի տակ, Տեր, և թող քո կամքը լինի, ինչպես երկնքում, այնպես էլ մեր մեջ, երկրի վրա, ամեն։ Այո, շատ պարզ բացատրվեց։ Ես ուղղակի ուզում եմ հիմա մեր եկեղեցասիրած եղբայրակցության շնորհավորանքը տալ բոլոր մեր եղբայր եւ քույրերին 2026 թվականին։ Սիրելի քույրեր եւ եղբայրներ, Քրիստոսի Սուրբ Ծննդյան եւ Ամանորի այս լուսաբեր օրերում սրտանց կմաղթենք, որ մեր Տիրոջ խաղաղությունն ու օրհնությունը բնակի ձեր ընտանիքներուն մեջ։ Թող նոր տարին ըլնա նորոգման, սիրո, բարերության եւ հոգեվոր աճի շրջան։ Թող Քրիստոսի Սուրբ Ծնունդը լուսավորե ձեր սրտերը հավատքով, բարի գործերով եւ անսպար հույսով։ Թող ամենակարողը իր քնքուշ եւ հայրական ձեռքով պահապան կանգնի ձեզ, առաջնորդե ձեր քայլերը
եւ շնորհե առողջություն, համբերություն եւ ուրախություն։ Աղոթքով կմաղթենք, որ Աստծո խաղաղությունը տիրի ձեր տուներեն մեջ ամբողջ տարի, հիմա, այսօր, վաղը եւ հավիտյան։ Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ։ Հայաստանյան Ծառայական Եկեղեցիասիրած եղբայրակցություն 2026 թվական։ Աստված մեծապես օրհնի բոլորին։ Վերջացնում ենք եւ ինչպես գիտեք, ամեն տարի այս ժամանակ գեղեցիկ ունենք այսպես ասած ավանդություն, որ դիմավորելու ենք ծմեր պապիկին։ Ինչ է անունը։ Դավիթ, ինչ արտասանություն գիտես։ Okay, շատ լավ։ Գնացել Հրե։ Հայր մեր, որ երկինս ես, Սուրբ եղեցի անուն քո, եկեցի արքայություն քո, եղեցի կամ քո, որպես երկինս ես։ Հայք, տուն ինչ գնաս արտասանել։ Հայր մեր, okay, նորեն հայրերը։ Չգիտեմ պիեսս ու հերս է, Դավիթ տունը։ Հայր մեր, որ երկինս ես, եկեցի անուն քո, եկեցի արքայություն քո, եղեցի գամ քո, որպես երկինս եւ երկրի, ծսած մեր հանապազոր, դուր մեզ այսօր, թող մեզ զվարդիշներ, որպես եւ մենք թող դրոց թվակաբանած, Իմի դանի ես մեզի փորձություն, ապրգյազ մեզի չարեն, զիքոյ արքայություն և զոչություն և պարկավիջանը սալեից, ամեն։ Okay, Jingle bells, okay. Dashing through the snow in a one-horse open sleigh, all the fields we go, flashing on the wind. The song we sing, Jesus making spirits rise. Oh, fun it is to ride and sing and sing all from God. Oh, jingle bells, jingle all the way. Oh, what fun it is to ride on one open sleigh. Hey! Okay, Ave Maria video. Oh, that's the nice one. Ave Maria, gratia plena, Maria, gratia plena.
Maria, gratia plena, Ave, Ave Dominus, Dominus tecum, benedicta tui mulieribus, et benedictus, fructus ventris